Մարտի 23-ից 25-ը Ծաղկաձորի գրողների տանն անցկացվեց հոգևոր աջակցություն ընտանիքներին ծրագրի հերթական դասընթաց համաժողովը։ Երրորդյա դասընթացի ժամանակ թեմերում ծառայող հոգևորականներն ու ծրագրի մարզային պատասխանատուները ծանոթանում են այն առաջնահերթություններին, որոնք այս տարի ուշադրության կենտրոնում պետք է լինեն։ Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին կսկսվի դասընթացների առաջին փուլը։ Սկզբում մարզերի դպրոցականների ու նրանց ծնողների հետ կաշխատեն քրիստոնեական դաստիարակության կենտրոնի մարզային համակարգողները։ Այնուհետև դասարան կմտնի նաև հոգևորականը։ Ընդառաջելով շատ մանկավարժների խնդրանքին, ովքեր երբեմն մասնակից են լինում այդ հանդիպումներին, որոնք կազմակերպվում են հիմնականում ծնողների համար, նրանք եւս խնդրում են, որպեսզի իրենց համար առանձնաբար կազմակերպվի նման հանդիպում, որպեսզի իրենք նույնպես զինվեն այն գիտելիքներով, այն իմացությամբ, որ ունեն մեր քահանաները եւ զրույցի ժամանակ կիսվում են ծնողական լսարանների հետ։ Այս տարի փորձել ենք 1-2 լսարանով ծրագրում փորձարարական ձևով ընդգրկել նաև մանկավարժական լսարաններ։ Արդեն 5 տարի գործող այս ծրագրի շրջանակներում հոգևոր աջակցություն են ստանում բազմաթիվ ընտանիքներ։ Խնդիրների մեծ մասը ավելի հաճախ վերաբերում են ընտանեկան բռնությանը, կին-տղամարդ գենդերային կարծրատիպերին։ Ամեն տարի ծրագրի պատասխանատուները դեռահասների հետ աշխատելու նոր մեթոդների են ծանոթանում, սակայն կան սկզբունքներ, որ աշխատում են չխախտել։ Որևէ բացասական երևույթի մասին որևէ խոսք չի լինում լսարանում, այսինքն մենք խոսում ենք իդեալական ընտանիքների մասին, իդեալական կացության մասին, ինչպիսին պիտի լինի, ինչպիսին կուզենան տեսնել։ Թեմերում ծառայող հոգևորականները փաստում են, որ շատ կարծրատիպեր հենց այս ծրագրի շնորհիվ է հաջողվում հաղթահարել։ Պենզաշենի հոգևոր հովիվ Եղիշե Քահանա Նազարյանը խոստովանում է. եթե նախկինում դեռահասները հազվադեպ էին որևէ հարցով հոգևորականի մոտենում, ապա այսօր պատկերը շատ է փոխվել։ Քահանայի պարագային ինչ խոսվեց քահանայի մոտ, դա մնում է քահանայի մեջ, այսինքն այդ խոսակցության ներկա է խոսողը, քահանան եւ Աստված։ Եվ այդպես, երբ որ իմացան, որ քահանան այդ տեսակ խորհուրդ կարգ ունի, հա, ասենք որ խոստովանված ուրիշին իրավունք չունի ասելու, շատ դեռահասներ գալիս են, ասում են Տեր, այր կարելի է խոստովանվել։ Իրենց ծնողների ձեռքից բռնած, ոչ թե ծնողներն են արդեն երեխաներին բերում եկեղեցի, այլ երեխաներն են ծնողներին բերում եկեղեցի, եւ դա կարծում եմ փոքրիկ հաղթանակ կարելի է համարել։ Հոգևոր աջակցություն ընտանիքներին ծրագրի պատասխանատուները նշում են, որ այս տարի ավելի ինտերակտիվ են գործելու։ Ծրագրի առաջին փուլից հետո կլսեն ծնողների, մանկավարժների եւ դպրոցականների բոլոր առաջարկները եւ դասընթացի 2-րդ սեպտեմբեր-նոյեմբերին կայանալիք փուլը կկազմակերպեն ըստ նրանց առաջարկների։ Աստղիկ Հակոբյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։